Ես իրականում վերջին հատվածին դեմ էի, ինչի, որովհետև ես համարում եմ, որ իմ երեխեքը վստահաբար ի հակադրություն շատ է երեխեքի, երբ որ մեծանան ու հասուն լինեն, իրաց պապայով բարտանալու են, իրաց պապան ոչ մի գլխին ոչ չի սարքել, տագել, իրաց պապային հագել են, իրաց պապան հանցակ չի կատարել։ Սա միարժեք դիրքորոշումն է, և ես վստահ եմ, որ իմ երեխեքը ապագայում շատերի երեխեքից տարբերվելու ես երբ։ Այդ առումով ես չունեմ որևէ խնդիր։ Հենց որ, այո, ես եմ ամեն օր դպրոց տարելական դիմաց ես մի բան կպատմեմ, որ շատ կարևոր է իմ համար։ Բայց դա կարող եք հաշվի չառնել, ինչպես հաշվի չի առնել պարապանց մեծանու դատալոր Մասիս Մերկոնյանը, ինչպես հաշվի չի առնել դատախազությունը, ինչպես հաշվի չի առնել քննարկանը, ես այդտեղ օքեյ, այդտեղ խնդիր չունեմ, իմ երեխեքները այս չեն դուրել։ Հոգեբանորեն փոքր եք, ուժեն կմեծանան կհասկանաս, բայց դա չի դարձել։ Ուրեմն ես ուզում եմ պատմեմ այս ողջ ստեղ իրավական մասը ներկայացրեցին պաշտպաններս, ներկայացրեցին կարծում եմ ավելացնել շատ քիչ բան կա, բայց ես միշտ սիրում եմ կարելի ասել ես դատական հռետոր եմ տարել ես 5-6 տարիների ընթացքում հռետորաբանության արվեստ ուսումնասիրած լինելով հանդերձ նոր պրակտիկա եմ ձեռք բերել դատական հռետորաբանություն չունենալով իրավաբանի կրթություն։ Դե ոնց հասկանալով ամեն դատից հետո մտածում եմ կգնամ դառնամ իրավաբան, գոնե պաշտպան լինեմ, գնամ այցելեմ կապվատակյալներին, բայց դե միշտ արտախում։ Հետո ես այդ տեսանկյունից եմ անդրադառնալու այս գործին եւ խնդրում եմ ես մաքսիմալ մնալու շրջանակներում խոսելու ըստեյության ավելի եթե կլինեն բաներ, որոնք ձեր կարծիքով կլինեն ոչ ըստեյության, խնդրում եմ ասեք, բայց իմացեք, որ ես դա կարող եմ հիմնավորել ինչու ըստեյություն։ Հետևաբար հույս ունեմ, որ 2 ամիս ձայնային լրացումից հետո այս հնարավորությունը թույլ կտակ օգտագործել եւ արտահայտել այս ամեն ինչի մասին, որպեսզի նաեւ ձեզ համար որպես մարդ ոչ թե որպես միայն դատավոր, այլ նաև որպես մարդ մաս լինի այն իրավիճակը, որում կոնկրետ ես գտնվում։ Պատճառը դա է։ Ճիշտ է ես պաշտպանես, ես այս տարվանից իմ երեխեքին առաջին դասարան եմ գնում, ես միշտ սիրով տարել եմ իրան դպրոց, ու սենց ապել տան, էլի։ Երբ որ առավոտը ես ուշ եմ իրականում, երեխեք շուտ աղթան։ Ու ամսի 13-ին դուրը միշտ ինքն է բացում, երեխեն դուրը բացում է թակոցից, մեկ ու մարդակալի մնում է, որ մենք պրևոն են գնալ։ Ու դրան դիմաց տենում է հատուկ ժողտայինները։ Ահապեկչական, այդ ահապեկչական հատուկ ժողտայինները։ Մի խոսքով, դա չեմա նորմալ է, լավ են անել, կարային դելտա ֆորսը ուղարկեին, Թրամպին խծեին, դելտա ֆորսը տարվել, հետևից օքեյ, կարող ես միանգամից առանցքանի տանել, ծուրմա հատողին տանել։ Ես միանգամից իմ մոտ տպավորություն է, որ ինչ-որ նոր բան է սարքել, որը ես չեմ կարող հասկանալ ինչ եմ ասում սարքել։ Պատրամը դա 5 քրեակայսա 5-րդ դատական գործն է։ Իմ գործը ես, իմ խոսքը ես երկրում քրեականացված է պես համար։ Ես չգիտեմ, որ դուք հենց հիմա ինձ ասեք ստորագրությունով դուրս ես գալիս դատանի դահլիճից, ես իմ գործունեությունս ոնց եմ կազմակերպելու հետո։ Անկեղծ եմ ասում։ Ես չգիտեմ, ասում ես կգտնեմ մի ձև, որը չի բերի այսպես մի հատ ինչ-որ բանի։ Հասկանում եք, ես դեռ անդրադառնում։ Այդ օրը ես չեմ հասկանում, ինչ է, ինչն է, օքեյ եկեք։ Ուղիղ 7:00-ին այդ իմ տան տեսախցիկներով ֆիքսված է։ Մտնում եմ տուն։ Դա երեխեն է դուր բացում, ոնց որ ասեցի, այդ իմ համար ամենաներվայնացնող հատվածն է, բայց դա ես ասեմ ձեզ, դա երբեք անպատասխան չի գնալու, վստահեցնում եմ բոլորը դա գիտեն, բայց դրա ժամանակը չի, ես վստահ եմ, որ իմացեք, իմ մոտ դա ոչ թե հուզականություն է առաջացնում, այլ սպասում է առաջացնում, ես ամեն ինչ իմ մոտ ոչ հուզականություն ու շղճահարություն, ոչ մի բան, իմ մոտ դա ցասում է առաջացնում։ Այդ ցասումը դրսևորվելու է համապատասխան օրը, համապատասխան ձև։ Հիմա դրա մասին չի խոսում, որ խնդրում եմ ստեղ ինչ-որ տես խղճահարության տեսարաններ որևէ մեկը չստեղծի, չփորձի մտածել։ Նորմալ։ Այդ էլ անում, որ 5 տարեկան աղջիկ երեխան դիտեն այդ հատուկ ժողտայինները։ Օքեյ, ես ինքը ուժը աղջիկ է դառնալու ապագայում, վստահ։ Ու հաստատ ավելի բարձր կամ ոմանց է։ Ուրեմն պարզվում է, այդ պահից ինձ վերցնում են արգելակի տաքսով պատվաստական։ Հեռախոսից մի անգամից ձեռքից վերցնում են, ասում են, ի՞նչ է, ասում են, հեսա խոզարկությունը կանեք ցույց են տալիս, խոզարկություն անում են եւ այլն, որ ցույց են տալիս ինչի համար է ինձ ձեռնականում արդեն ժամանակի։ Չեմ հավատում։ Պատրաստը դες միջևը չեմ հավատում ես դա հարցը։
ու չեմ ասում։ Մի վերը չկասեց, չի կարա լիվիսեց բան, որ ես սրա համար ունեմ ստեղ։ Ասում լավ, ոնց հասկանում եմ, ու չի ջոգում ինչ եկար, ու ինչ բանտել։ Բայց պատվարան դատան, մի խոսքով այդ աբսուրդին էսա կանդրադառնամ մեղադրան, դա աբսուրդ չի, դա իմ համար ոնց եմ ասում։ Դա իմ համար չի իրականում, բայց ադրեշատ իմ համար Ուրեմն, արդեն հնչական կոմիտեն, երբ որ բանը ներկայացնում, արդեն դալիս են դատարան, մի բայրում դատավոր Մասիս Մերկորյանը, հանգատում են սպանում Մերկորյանին, դատար դարիճում ներկայացնում են Մասիս Մերկորյանին, ասում են, Նարեկ Սամսոնյանը խոչընդոտել է, որ ես սա ներկայացնում եմ աբսուրդ հանգուցության պատվեստ է, չգան դուք դա տեսել։ Խոչընդոտել է քննությանը, փորձել է արտադրությանը խոչընդոտել, հրահանգել է Իշխան Խոսովյանը, Իշխան Խոսովյանը Դավիթ Ֆիդանյանի ու ամենազավեշտալի որն է, որ այսա գործողությունները ըստ հնչական կոմիտեի ես արել եմ 7-ից սկսած։ Երբ որ ժամը 7-ից արել եմ, ես ակերտի տա։ Հեռախոսով զանգահարել է, ես դրանը չեմ հավատում, ասում եմ լավ տեսել է աբսուրդ։ Այս ոնց կարա եղել, իրանք եկել մտել մերում, այդ ժամին իրանք տեսել ես չեն կարա հեռախոսով ոչ մի բան խոսալ։ Ոնց կարա ես զանգացել եմ Իշխանը Ֆիդանյանը գնա խոչընդոտի արտադրություն իրականացնում։ Դա ինչ կա խոչընդոտելուց է չգիտեմ։ Շտացիները եկել արել Ոնց հասկանում եմ, զարմանալի է շտացի դեպի մեջ որևէ հանցակացը, որևէ բան բիտանի կողմից չեն գտել, շատ եմ զարմացած ու միգրաֆոններ։ Բայց այնուամենայնիվ, հետո տեսնում եմ, որ գործի մեջ, որ կարողան այս աբսուրդը հիմնավորել մի բանի վրա գտնել, որտեղ մի վրա այս սրանով սա, չգիտեմ, էլի սա պետք է, երևի դες փառակված դատավոր քան Մասիս Մերկորյանը, ուրիշ չկա որ պարզ սրանով իսկ փառակված, չգիտեմ։ Ու իրան ման է գալիս մի հատ, բան, որը որ բռնել։ Ուրեմն օպերատիվ տեղեկությունը իբր ոստիկանության ինչ-որ մի հատ աշխատակից օպերատիվ հետախուզական գործողություն է իրականացրել ու դրա արդյունքում պարզել է, որ Նարեկ Սամսոնյանը 7-ից զանգել է Իշխան Խոսովյանին, Իշխան Խոսովյանը Դավիթ Ֆիդանյանին, այդ քաշտեղեկի մեկին անիմաստ, մի օր պարի մեկին անիմաստ, երեք օր պարի ու իրանց բանում հնչականում ստիպել են, որ ինքը ցուցմունք տան, հեսա հայտարարում եմ ամենայն պատասխանատվությամբ։ Ստիպել են, փորձել են ցուցմունք կորզել իմ դեմ, որ իրանք ասեն, որ ես եմ իրանց ասել։ Պրոստը այդ տեղեքին հազար կարող անգերներն են, և բացի որ անգերներն են, այն մահատական անգերներն են քաղաքական դաշտում։ Իրանք այդ չեն անել։ Ստիպել են, սուտ խոսալով, ստիպել են այդ տեղեքի, որ մեր իմ դեմ անձամբ իմ դեմ ցուցում։ Դրանով է չես համարվում։ Գալակը ստացել եմ, այդ չի կրվել, այդ գործն չի ապելացել դրա։ Ու որոշել են, որ սյո, հետևյալ ձևով պետք է այս մարդումը մենք մենք։ Այդ էլ քիչ է, պատվաժան դա։ Ես վստահ եմ, որ ստեղել կա միտում և ստեղել կա 100% դիտավորություն։ Երբ որ վերակնիչ դատան ենք մենք դիմում, որտեղ անգամ իմ ոչ պրոֆեսիոնալ և ոչ սովորած իրավաբանական այս գիտելիքներ ունենալով գիտելիքներով, ստեղ բանի հիմնավոր հասկացի շեմը անգամ նախաքննության փուլի համար հաղթահարված չի, իմ բարակայում հաղթահարված չի պատվորում։ Իմ ունեցած գիտելիքները դրանում առավել քան վստահ Արավել քան վստահ։ Բայց այնուամենայնիվ սրանով անում են ու բան են անում։ Դրանից հետո լավ իմանալով, որ սա մտա վերակնիչ, վերակնիչում այդքան լավ դատավոր չկա ոնց որ Մասիս Մերկորյանն է, էլի։ Չի կարող ոչ մի դատավոր սրապակ ստորազդրել քիչ կգա։ Շատ եմ սիրում այդ պատվաժան դատավոր։ Երբ որ իրենք հանդիպեք, իրենք ասեք որ շատ։ Չէ, հույս ունեմ որ չէ, կյանքում չեմ հանդիպի ճիշտ ասած, բայց այնուամենայնիվ էլ չեմ տա։ Չկա դες դատավոր որտեղ որևէ դատավոր դեսպան նայում է Նարեկ Սամսոնյանին ասել է շարունակո, այս մարդը ասել է հետույքով տարատեսակ բաներ ես անում, դասում եմ հոգի դու պետք է ասես, որտեղ ոչ թե շարունակո, դա նվաստացնում ստորացնում մարդու ու անպարկեշտ է, այլ հետույքով տարբեր բաներ հանեն դա անպարկեշտ ստորացնում։ Երբ ես իրան ասել շարունակո, ու այդքան ես տեսնած չէի պատվաժան դատավոր։ Ես մի ասել, ասում ենք հանեմ պոշտման, ես ասել եմ ինչ էի անպարակ պոշտման։ Նույն Հայկ Աբեցյանի հետ մենք անցել ենք այն դատավորության ողջունվածքը։ Ինք շատ է դիտել, ինչ որ ես ասում եմ, ես ես վստահեցնում եմ խորքում ինձ լավ, ինչ որ ինչի մասին եմ ես խոսում։ Ես դրա համար ինչ որ առումով դեռ շարունակում եմ ունենալ փոքր ինչ որ բան իրար նկատմամբ դրական վերաբերում։ Արցիկ կա վերաբերում ինչ ասեմ։ Ուրեմն վերակնիչ դատարանը վերցնում է ամսի 18-ի նշանակումը, որոշման, ներկայացման, հրապարակման օր։ Եվ պատահականորեն, լրիվ պատահական, պրոստը խիստ պատահական, վերակնիչը 10 օրը հետաձգում է բանը, որոշման հրապարակման օրը։ Իսկ նախաքննական մարմինը, այդ ձեր գործում ձեր դուք տեսել եք, 30 քանի բան տեսնում նայում է
բան, դերից էլի դիտում մի խոսքով, մի բաների կաշտաներ, ուրեմն ինքն պատահական արագացնում է նախաքննությունը, շատ պատահական, հապճեպս է, արա, որ այդ նույն վճռվերակնիչ դատարանը կայացնի որոշումը, որտեղ ակնհայտ մասահայտ դուքուն է կատարել որոշման մասը, իմ իրավունքների խախտումը արձանագրել է, ու վերակնիչ դատարանը դրանով անգամ արձանագրելով խախտում է իր նկատմամբ, արձանագրելով, որ ես 2 ամիս հավայի նստած եմ կալանավայրում, չկարանա բեկանի որոշումը և ես անցկացնեմ ամանորը բան տուն։ Սա երկրորդ բանն է իմ համար։ Ես ուզում եմ ասել, ես սրա տվել եմ ընդհանուր առմամբ քաղաքական առումով իրավական խուլիգանություն իմ նկատմամբ։ Սա այս գնահատական դիտանից, որ ես ուրիշ բան չեմ դնում, մարդու տանը սրա համար նստես ու այսքան միջոցառում անես, ես եկա ցերի գործը բնավ կաս, որ զուտ այդ մարդը որ կարող անցկացնի ինձ։ Ես չգիտեմ ուրիշ ինչ ասեմ։ Ես չեմ ապրես, ես ինչ մտան վնասել ներկրվի, Մադուրոն Ամերիկայի համար ավելի քիչ մտան ներկայացնում, Նիկոլի համար ես։ Դիտենց անում, էլի պատվաշում, ուրիշ տարբեր ես չեմ տենում։ Եվ մի խոսքով հասնում անտեղ, գալիս այս, իսկ հիմա գործի մասը պատվաշում է։ Ես կարող ես եղծատած։ Գործի մասը խոսք։ Ուրեմն նախաքննության ընթացքից խոսացի։ Այդ փորձերը իմ հանդեպ իմ վրա գործություն փորձել։ Էլ այդ տղեկին բաները մի հատ նոր գործ բացել, ես կազմակերպել եմ, և այդ սաղ տեսակ պատմյացի, վերակնիչը պատահաբար, խիստ պատահաբար հասնով հետաձգեց։ Խիստ պատահաբար իրան արագացին, որ շուտ մտնի, որ վճռաբեկի այդ նախադեպային որոշումը աշխատի նաև իմ վրա, և այլն, բայց գործ պատմում դատարան, ես պատմից եմ ասում, ես չգիտեմ, այս պատմյացնում գաժ եթե ես գիտեի, ամենավառ իշխանական ներկայացուցիչը, ասված մի արասը, ու ներողություն խնդրում եմ բոլոր ընկերներից, ու ընկերության անդամներից ես հարմարություն եմ դրա բերելու համար, բայց ենթադրենք լինենք պատմական դատարան։ Ու ինձ ասենք, մեկը օգտագործելով բազմահազարանոց լսարան, տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործումը, գիտակցելով բազմահազարանոց լսարանի առկայությունը, հրապարակայնորեն մարդկանց ասել է շան լավոտ։ Իմ կարծիքով լյուբոյ տղամարդու ամենավիրավորական բանն է, դες քուլ լսել իր ասի։ Բայց այդ մարդկանցից մեկը ասել է դու վաղ հետիկով տարատեսակ բաներ էին հանում, որ քեզ ուշադրություն դարձնել նախկին իշխանությունը։ Այդ այդ իրավ պիտի գտնեք, ու ինքը պիտի նստի հենց այդ օդվածով այդ գործով, ու հենց այդ դրվագը պիտի տնեք իր վրա։ Ես չգիտեմ, անգամ լինելով ամենավառ իշխանության ներկայացուցիչը, ես ամենի այս բանը թե չէ։ Միգուցե ինքն է հրկիզում իմ համար այդ բանին ավելի բարոյապես ազնիքներ։ Իմ համար ավելի տեսակ։ Ինձ ազգային ժողովի նախագահի աթոռը զբաղեցնող անձնականություն։ Եվ ընկերոջս։ Հաղորդում տալու համար։ Սա էլ է կարևոր, ինչ համար։ Սա շատ կարևոր է։ Հաղորդում տալու համար։ Լինելով ազգային ժողովի նախագահ, լավ իմանալով իր լսարանը, լավ իմանալով դրա հրապարակայնությունը, անվանելը շան լագոտներ։ Մի պաշտպանը չտվեց այդ բան, ես ուզում սա ասել, ես դրա չեմ իրավորում հիմա։ Հիմա ես դրա չեմ իրավորում։ Ես խոստումներ եմ տված ինքս ինձ։ Ես գիտեմ, որ ես դրանից իրավորելու կարիք չունեմ։ Ինչն էլ լավ գիտի, այդ մի ազգային ժողովի նախագահ։ Հաջորդ օրը մենք քննարկում ենք իր ասածը։ Այսինքն ո՞նց պետք է արձագանքի հայտնվել տղամարդը իրան ատեսի ֆուր տվողի, որը լավ գիտի, որ ինքը ազգային ժողովի նախագահ է։ Ունի այդքան մեծ լսարան։ Facebook-ը հրապարակային տեղ է, որը մեր Հայ Գավառցյանի սիրած երկրորդ մասի տեղեկատվական տեխնոլոգիաները օգտագործելով խուլիգանություն անելու հոդվածի կարգավորումը։ Ո՞նց կարող է Սիմոնյանը այդ անել։ Նորմալ չէ, որ ասենք ինքն անում, անում ասում ես սենց բան, որ ես եմ ասում։ Ասում ես երկրորդ տեսի։ Ես դա որևէ բան ես գիտեմ, որ ինչ ասեցի երկրորդում, զարմացա։ Պատահական դա որևէ կերպ անվարդիչ արտահայտություն կամ բնորոշում կամ ստորացում չի տարածել դիտարկի։ Ստորացումը մարդու պատկանելիությունը ծնունդը կասկածի տակ դնել է, շան լավոտ ասել է։ Ու երբ որ ես այդքանից հետո պատմում դատարան, ինձ թույլ տալով կոռեկտություն ինչի մակասեմ թե ինչ եմ ես թույլ չեմ տվել ոչ կոռեկտություն, երբ ասեմ։ Պատասխանում եմ տնեց, որ ժամանակը կգա հիմա դրա վախը չի։ Լավ իմանալով, որ ուրիշ տարբերակ քան հայրուելը դրա համար չկա։ Իսկ ես չէի հայրուել երկար
ժամանակ 2024 թվականին մարտի 22-ից վերջը հայրանքը եղել է իմ կողմից հրապարակային տրված Մազիվի ոստիկանության դիմաց։ Երբ որ ինձ տեղափոխում էին քրեակատարական դատարանի տեղափոխ։ Յատել ուրիշ պարագանասպարատավորական արտոշկապել են եկներ այդ ժամանակ ու պատմություն դատարան։ Այս համատեքստում ես ուզում եմ շատ կոնկրետ ասել։ Ես քֆուր չտամ, ինձ վերջի իրավունք կասա։ Սա ստորացում չի է։ Բարի մեջ ու գրած ստորացնել ու անձանց իբրել։ Ու ես հայտնվեմ Մեղադրյանի աթորին։ Մեղադրյանի աթորին չէ, Արմավի քրեակատարական հիմնարկում։ Այդ պայմաններում, երբ շատ լավ գիտի հայտնվեցանը, որ երբ որ իրան, դեպ ասեմ, թե սա իմ կյանքի պրակտիկան է դառնում։ Երբ որ ես ասում եմ, որ օրինակի համար մարդիկ պետք է ինքնապաշտպանվեն։ Գիտեք։ Ինքնապաշտպանվեք, երբ որ ձեր վրա հարձակվում է։ Լավ է կարևոր, ինձ ասում եք դու բռնության ոչ ես արել։ Ես գնում եի դատարան էի հասնում, գրավով եւ այլն դրսում էի մնում, դրանից հետո ես աշխատում էի դա չանեի։ Ինչի՞ որ ես հասկանում եմ, սա այս մարդկանց զենքն է, ինչ ճնշելու համար այդ անել։ Հոտավրոս Սապյանի չէին անելու ես ստեին եկեղեցու հայատում, մեր ու հերեշ կերվում կապրել մարդկանց։ Խուլիգանություններ դա, պատվական դատար, նոր այրեք է։ Ես մի քանի լարը չէ։ Վեհարանի վրա գրովի օժմաներ։ Մենք է դրել ենք դա, այլավից էլա տեսել է այսպես դա։ Հայոյակներ սերական բնույթի մարդկանց մեջ այսպես, երբ որ լիքը մարդ կա, ինքը չի նստած Արմավի քրեակատարական։ Ինքը նստած է ինչ-որ մի քաղաքի, որտեղ է դա քաղաք։ Թավերի քաղաքապետն է ինքը։ Ես ինձ քֆուր տվողին մաքսիմալ կորեկտ պատասխանել, որ 2 ամիս անցկացրել եմ բանտում։ Ու շարունակելով, ես ամեն անգամ բանից հետո փորձել եմ ասել, լավ, ախպեր, դուք իմ դեմ եք տրվում։ Լավ գիտեք, հայրատներ խուլիգանություն չի, ինքնապաշտպանություն կոչանել մեր, բռնության կոչանել չի, շատ լավ գիտեմ ես այդ ամեն ինչը, բայց դրանից խուսափել եմ ինչ։ Ու Աբեցյանը շատ լավ գիտի, որ երբ որ նախորդ անգամ ասում են համասեր արա, պատաշում դատարան, չեմ ուզում ուրիշ բնորոշում, ձևակերպել, գնահատական կամ ուրիշ բնորոշման գնահատել, բայց սխալ եմ ասած ասում Աբեցյանը, որտեղ նախորդ անգամ, այս շատ կարևոր անգամ մեզ վերաբարաբարա նույն հոդվածով արա առաջադրել, հոդված առաջադրել, որտեղ գրած է հայրենիքներ եւ ապարտեշտ արտահայտություններ ու շարունակությունը եւ ապարտեշտ արտահայտության տակ հայրենիքից կամ հայրենիքի նմանող ռուսերեն կամ այլ լեզվով արտահայտություններից բացի հետույթ բանը չի եղել որպես ապարտեշտ արտահայտություն։ Այսինքն իրանց ծավալը մեղադրանքի ժամանակվա սրանից Սենց նեղատական եզրակացություն ստացել եք խնդում եք ուտև այսքան է նախոտ։ 73 թողարկում նայել էին, հանել էին բոլոր ապարտեշտ բարերը, որոնք կարծել էին, որևէ բար, որը որ կլիներ հետույքին դաժը մի քիչ մոտիկ, հետույք բարին նկատվում, հետույք բարին մի քիչ մոտիկ, չկար է այսպես մարդիկ ստեղծել էին կանխատեսելիության մի հատ կան, որտեղ ես հասկացել եք, որ ախպեր քֆուրն է ձեր համար, եք քֆուր չեմ տալիս չեք ուզում։ Ապարտեշտ բարը որ պետք է, որ ստորացվի անց։ Մեղադրանքով ստեղ առաջադրված, անգամ դառնում, առաջ, քնիչը սկզբում սխալվել է գրել վիրավորական արտահայտություններ արել, հետո վիրավորական կապոկներ դարձված այն ամենայն։ Այսինքն ես դրանից հետո Աբեցյանը ասում շատ լավ գիտես։ Հայրը դատարանը չեմ, ոչ թե համար որ հայրը տանը հանցագործությունը կամ վատ բան։ Չէ, համարում եմ որ ես մեջ եմ տալու։ Ինձ հիմա հայրենիքի համար տարել եք, փակել եք, անիմաց, թեկուզ ես արտարացվել եմ, բայց դուք ասում եք, որ սա խորհրդանոցություն է։ Ախպեր հարց չկա։ Ես առանց բարերը ջենտլմենական մտածել եմ, որ դա տենց է, բայց ես չգիտեմ ում է ջենտլմենությունը։ Ջենտլմենը դա բարեն տղամարդ։ Ու սա շատ վատ է, որովհետև ինքն է շատ լավ իմանալ, որ ես սա արել եմ այս պատճառով։ Ես չեմ հայրել, ոչ թե դրա համար որ ես կոմեկում եմ, բայց մասնաց ու ախպեր չեմ հայրել, չես հայրել։ Եթե Անես Սիմոնյանն ուզում է, քրճակալի պետն ուզում է, դատախազն ուզում է, դու գնաս նստես ընդ։ Անգամ եթե դատարանն ասում է, որ քո հանդեպ արած քո իրավունքի սահմանափակման բան։ Ու սա իմ պատահել է, ես ձեզ ասում եմ, ես համակերպող մարդ չեմ։ Ես իմ գաղափարի համար մեռնելու պատրաստ մարդ եմ։ Ու ես միշտ ասել եմ, մեր երկու պրոբլեմ է, այն է, որ մի կողմը միշտ մեռնելու պատրաստ է իր ուզածին հասնելու համար, իսկ ես մի կողմը հանկարծ մեռնելու մասին չմտածելու համար պատրաստ եմ մաքսիմալ կզի, որ իրան չտենամ։ Ես այդ տղեկիչ չեմ։
այս հայտարարությունը իմաստել, ինձ ուրիշ տեղ չի թողում գնալ։ Իհարկե սա այսօր այս պատերազմով ես ձեր ոչինչ համար վերջին հարցությունն է սա։ Հույս ունենալ ուրիշ արտադրություն կամ բանի վրա, ես ունեմ իմ սկզբունքները, ես լիբերալ ամենածայրային միջոցների, ինչքան պետք է։ Ի տարբերություն ոմանց ես իմ փորի կամ իմ տակ ապրելու կամ չբերնելու մասին չեմ մտածում։ Ու ինչի պատճառով ես կա ժամանակ այսքան բան նստած բերտերում ու ոչ մեկ չի թիվը, թե քան րոպե նստած բերտում քաղաքական պատճառներով։ Ես այդ տնետից չեմ, ես համակերպողներից չեմ, որ ինձ ոչ մի բանի համար տանը փակել, ես ասել եմ, դե փակել եք, էս է կամարը, չէ՞ բապանում։ Սա իմ անի դեպքում սա չի գործում։ Որտեղ ես ունեմ երեխեք, որոնք բառի մեծանան, իրաց պապայի մասին լսեն հաճից ու ծախից։ Ես չեմ ուզում իմ մասին լսել, ասեմ, երեխեք, պապա Նիկոլի վաղ տպզում եմ կամ գրագություն են անում աշխատում են Նիկոլի բարձ ասել, որ իրենք չտանեն ես լսել։ Ես չեմ ուզում եմ, որտեղ սա պատմություն է, սա պատմություն է։ Սա բարոյական ու ընդհանուր նկարագրական մասով։ Հիմա պատվերում։ Ես ուզում եմ ձեր չնայած այս կարծիքով դժվար է մտնել